Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուն այսօր վաղ առավոտյան մասնակցեց ընտրություններին։ Կարծում եմ ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային համագործակցության համար։ Ժողովրդավարությունը գործիք է տարածաշրջանային խաղաղության համար, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ քվեարկել է հանուն խաղաղության ու ժողովուրդը ընտրություններին մասնակցությամբ պետք է վերահաստատի խաղաղությունը։ Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը եւ երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտություն։ Մենք բարեփոխումները պիտի շարունակենք եւ դա այդ օրենք է միջալոց։ Նաեւ շատ հստակ եւ շատ վառ արտահայտություն այն բանից, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում։ Ես կուզեի, որ մեր երկիրը չտանենք ցնցումների, որովհետև յուրաքանչյուր ցնցում մեր երկրի զարգացումը նորից հետ է գցելու։ Քվեարկությունից հետո նշեց Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Ընտրությունից հետո նա ասաց, որ քվեարկել է հանուն ժողովրդի միասնության եւ պետության ամրության, իսկ իր հետ կապվող տարբեր լուրերը անհիմն են եւ սին։ Հակառակ դեպքում վաղուց նոր քրեական գործ հարուցած կլինեին իր դեմ եւ կալանավորած։ Մարտական տրամադրությամբ ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան։ Ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը ձգտում է փոփոխության։ Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ ցուցանիշների ակտիվությունն ավելի քան գոհացնող է։ Ծառուկյանը քվեարկել է Կոտայքի մարզում տեղակայված 29 կոտորակ 29 ընտրատեղամասում թոռան ուղեկցությամբ։ Մենք բոլորս այս երկրում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19 մասնակցում։ Եթե ցանկացած մարդ իր ուզածը պետք է իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խայտառակություն է որակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, կալանքները։ Այսօր քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա հաղորդակցության մասին, համաձայն որի Հայաստան դաշինքի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը 7 կոտորակ 50 ընտրատեղամասում է մասնակցել քվեարկությանը։ Ես ուղղակի մեկ բան եմ խնդրում մեր քաղաքացիներին դիմելով, այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Այս ընտրությունը ճակատագրական է, քվեարկությունից հետո ասել է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Ինքը քվեարկել է այն Հայաստանի օգտին, որը դառնալու է տեխնոլոգիական դրախտ, ինչը Հայաստանին թույլ կտա գտնվել տնտեսական բարձունքում եւ արմատախիլ կանի աղքատությունը։ Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի սահմանադրությունը, կաշխատեն օրենքները։ Քաղաքական տարբեր թևերի առաջնորդները քաղաքացիական պարտքը կատարելուց հետո բոլորն են նշում քվեարկել են հանուն լավ Հայաստանի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։